Լսողների մոտ եթե ստեղծվի տպավորություն, որ դուք ձեր կյանքում անհաջողությունների պատմություն այդ դեպքում չունեք, որովհետև ունեցել եք շատ լավ ստարտային պայմաններ, այն նրանց ինչ կասեք։ Անհաջողությունների պատմություններ Կյանքի դառը դասեր, անհաջողությունների պատմություններ։ Շատ եմ ունեցել եւ հենց այդ դառը դասերն է բերել այն տեղը, որտեղ կամ։ Այ որն եք ամենաշատը հիշում, որն ամենաշատը ձեր մեջ տպավորվել։ Մի անգամ եւս խոսացել եմ այդ, բայց խոշոր գումարի կորուստը։ Այսինքն խոշոր գումարի տրամադրումը քո տիրապետության տակ եւ կորուստը։ Որքան եք կորցրել։ Բավականաչափ $300,000 ավել։ Դրանից հետո ինչն է ձեզ ստիպել կամ առաջ տարել հաջորդ թռիչքին պատրաստվելու համար։ Ամոթը ծնողիս նկատմամբ, որ հուսախաբ եմ արել իր սպասումները եւ ինքս իմ նկատմամբ այսպես ասած պահանջ եմ դրել, որ այս վիճակից պետք է դուրս գամ։ Այսինքն տրավման է դարձել ձեր թռիչքի նաև պատճառը որտեղ։ Նաև միշտ սենց ենք չի ասում, բանը երման ջուրը կամ սառը ջուրը, նայած ինչ իրավիճակում, բայց դա է հիմնականում լինում բանը մարդու կյանքում բախտորոշիչ է, որտեվ մենք շատ դեպքերում ինչ որ իրավիճակներում ինքնահոսի ընկած ապրում ենք եւ այդպիսի իրավիճակներ պետք է ստեղծվի, որ մի հատ թափ տանք մեզ։ Դա կարա լինի, դա միայն ֆինանսական ասպարեզում չի լինում։ Դա նաեւ ուրիշ կյանքոդ կարա ֆինանսականը լավ լինի, բայց ուրիշ ասպարեզում նման սառացնցողի ենթարկվես, հա։